Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այսօր ներկայացել եմ կառավարության շենքը հետևյալ պահանջով, ես Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից եմ։ Ընտանիքի անդամներից մեկը Միջնեկ որդիս, որը ոչ մի աջակցություններից չի օգտվել, ասեմ ինչի չի օգտվել, պատճառաբանել են, որ 2023 թվականի մարտի 7-ին ես իրան ծանր հիվանդության պատճառով կոմայի մեջ ռուսների ուղեկցությամբ տեղափոխել եմ ՀՀ հանրապետություն բուժման նպատակով Էրեբունի բժշկական կենտրոնում։ Բուժվելուց հետո բոլորս քաջ տեղյակ ենք, որ բլոկադայի պատճառով որ ճանապարհը փակ էր, տեղս չի կարողացել վերադառնալ Արցախ։ Ուստի իրեն զրկել են այդ աջակցություններից։ Սկզբից 100,000-ականներից, ասեմ դե լավ 100,000-ականները մենք սուտ չեն խոսացել, ես կարող էի այդ ժամանակ իրան սուտ փաստաթղթերով ներկայացնել, ասի որ այն տղան էլ ընթացքում ինքը տեղափոխվել է աղբոր մոտ Ռուսաստան, քանի որ Հայաստանը մնալու տեղ չուներ, մենք էլ Արցախում էինք, հետ վերադառնալ չէր կարողանում Արցախ։ Հիմա ես գիտեմ, որ հունվարից հետո մեր նախարարը սոցիալ-նախարարը հրամանարձակել, որ ովքեր բլոկադայի ժամանակ բուժման նպատակով մնացել են ՀՀ հանրապետությունում, նրանք եւս իրավունք ունեն ստանալու աջակցությունները 40 գումարած 10, մինչ այսօր ոչ մի աջակցություն իմ որդին չի ստանում։ Եվ չի կարող նաև շահառու լինել, եթե կառավարությունը փոխհատուցում մեզի տա, ինքը այդ փոխհատուցումներին չի կարող շահառու լինել։ Հիմա իմ պահանջը ինա գոնե իրան շահառու ներկայացնեմ, որ գոնե այս դե իմ տեղեն ինչ մեղք ունի, որ հիվանդության պատճառով բոլորը գիտե, ես փաստաթղթերը ունեմ։ Էրեբունի բժշկական կենտրոնի փաստաթղթերը ունեմ, որտեղ բուժվել է ինքը։ Գցել եմ դիմումին, նրանք սաղ կան, բայց բազմից անգամ դիմել եմ, մի քանի անգամ դիմել եմ Նալբանդյան 17 տեղ որ կա, մերժել են։ Ճիշտ է, գրավոր չէ, բանավոր մերժել են։ Իմ իմացությամբ չպետք է բանավոր մերժեին, պիտի իրանք գրավոր ներկայացեն, ճիշտ են թե ոչ, բայց իրենք գրավոր չեն ներկայացել, ուղղակի բանավոր աշխատողը դուրս է եկել, ինձ բացատրել, որ իրան տվյալները չկա տեղեկատվական շտաբում Արցախը, հա, բայց ուր է իր տվյալները, այն դեպքում, որ ինքը սպա էր Արցախում, հիմա էլ է ինքը սպա, 44 օրյա պատերազմի վիրավոր տղա է, էդ ներկայացնեմ։ Այդ ամենը հելա մի կողմ ինչ արել է հայրենիքի համար։ Հիմա ես իմ պահանջը այն եմ ներկայացնում, որ գոնե իմ տղան օգտվի աջակցություններից։ Իմ ընտանիքի բոլոր անդամները օգտվել ենք, առանց խոնչդոտերի բոլորս օգտվել ենք, բացի այդ մի տղուց։ Երեշե Խաչատրյանը անունները ներկայացնեմ, ինքը ոչ մի բանից չի օգտվել։ Եթե հասանելի է, եթե նախարարը հրամանը տվել արձակել է, գրել է, չգիտեմ ոնց, որ հասնում է բլոկադայի ժամանակ, ինքն է մնացել է բլոկադայի ժամանակ մարտի, ուրեմն 23 մարտի 7-ին է, ինքը եկել այստեղ։ Արդեն ապրիլ ամսին հիվանդանոցում բուժվելուց դուրս է գրվել, ուղղակի տեղ չունենալու պատճառով ինքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նոր Ռուսաստանի Դաշնությունից, որի հետ վերադարձել է փետրվարին, այս չեմ ուզում ասել 100,000-ականների աջակցությունը, դա հասկանալի է, որ Ռուսաստանը, բայց 40 գումարած 10, որ մի տարի անընդհատ ստանում էին մեր արցախցիները, գոնե դրանից օգտվել։ Չէ, օգտվել, որտեղ ներկայացել եմ, ասում ինքը որ 100,000-ի բան չի եղել, շահառու չի եղել, չի կարող դա, բայց էդ էլ գիտեմ, որ ասել է, ովքեր մինչև անգամ 100,000-ականներին բանն չեն օգտվել 100,000-ականներից, բայց իրավունք ունեն բլոկադայի պատճառով որ մնացել են այստեղ Հայաստանի Հանրապետությունում, իրենք կարող են 40 գումարած 10-ից օգտվել։ Դե հիմա չկա պատասխան չեն տալիս։ Ասում է, որ նախարարի հիշյալ որոշումը ընդհանրապես ձևական է։ Երևի կարամ ես հեռախոսից մեջ այդ մասը, հենց այդ մասը ֆիքսել եմ, պահել եմ, ասել եմ նույնիսկ դիմում եմ գրել, որ ինձ ընդունի նախարարը, թեկուզ հույսեր էլ չեմ ունեցել, որ կունտին ամենայն դեպս փորձել եմ։ Դե հիմա հիմիկվա իշխանությունները հետ են, չգիտեմ, չեն ընդունի։ Այ հիմիկվա իշխանության մասին ասացիք, հա, օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փաստացի Արցախը, այսպես ասած, ձեր տունը, տեղը, հայրենիքը հանձնել է Թուրքին։ Ինչ սպասելի կարելի է ունենալ նման իշխանությունից այդ դեպքում, որ այդ մեր խոսքը ոչ մի տեղ չի անցնում։
հատկապես Արցախցու խոսքը ոչ մի տեղ չի անցնում, չեմ էլ կարող ոչ մեկին մեղադրեմ, այս հարցում ես ոչ քաղաքագետ եմ, ոչ պոլիտիկ եմ, ոչ մի բան չեմ կարող կոնկրետ ասեմ, ես ինչքան ինձ գիտեմ, իմ հասկացողությամբ մեր հացը շատ դժվար է, շատ է մեծ, նույնիսկ քայլելու, նույնիսկ մեզ հետ շփվելուց տարանջատում են Արցախցի, Հայաստանցի, մենք դե էդի բոլորս միազգ ենք էլի, պետք է որ տենց անեն, ես իմ կաշի վրա զգացել եմ, ես բազմիցս տեղի բան եմ արել, բախվել եմ նման խնդիրների, բա ինչ եք անում այստեղ, բախի եք եկել, բա հետ եք ասել, դե տենց ասել, չենք եկել, բերել են, մենք չենք եկել։ Իսկ Հայաստանում կոնկրետ ձեր օրինակով կարող եք մատնանշել կոնկրետ արցախցիները ինչ խնդիրների են հիմնականում բախվում, որտեղ է ձեր իրավունքները, որ հարցում է ոտնահարվում։ Դե այդքան չենք ոչ միտեղ չենք մասնակցում, ոչ մի։ Դե գիտեք, եթե օրինակ ես իմ ընտանիքի առումով կասեմ, եթե իմ ընտանիքում աշխատող չլիներ, բարձա, հենց բնակարանային խնդրի, որ բնակարանը վարձում ենք, այդ վարձակալության խնդրով հարցում խնդրի առաջ կգնալ, գիտեք, քանի որ իմ տղաները աշխատում են, ես բան չեմ, բայց իմ նման հազարավոր ընտանիքներ կան, որոնք ի վիճակի չեն աշխատելու, ասենք թե ես տղաներ չունեմ, ասենք թե ես ոնց պիտի 53 տարեկան եմ, որտեղ աշխատեմ, չեմ էլ կարող աշխատեմ, չեն էլ ունի, որտեղ աշխատեմ, որ բնակարանի վարձ տամ, ասեմ ապրեմ։ Ու ինքս հազարավոր, ես լավ եմ, ոչ թե լավ եմ, այլ ես հնարավորություն ունեմ, այս պահին կարողանում եմ տուն վարձակալել, բայց ինքս հազարավոր ընտանիքներ կա, որոնք չեն կարողանում։ Դե հիմա գրել եմ, այս Արսեն Սարգսյանի ես կուսակցությանը որ բան են արել մեզ, գրել են, եկել եմ դիմումներս ներկայացրել եմ, բայց դե հույս չունեմ, որ մեզ հարցի պատասխան կտան։